Շնորհակալություն, Տիկին Գալստյան, ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ ու իմ նաև որպես քրիստոնյա հայ կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Պարոն Մանուկյան, հանդարտվեք, մի տեղից մի խոսեք։ Մի տեղից մի խոսեք, դա հարց տվողը իրավունք ունի հարց տալ, դուք էլ ձեր հերթին հարց կտակ, ելույթ կունենաք։ Պարոն Մանուկյան, դուք ելույթ ունեք գրանցված, էլի ինձ մոտ բերել են, որ դուք այստեղ ելույթ ունեք։ Պարոն Մանուկյան, ելույթի ժամանակ կարձագանքեք։ Հարգելի գործընկերներ, ձեզ էլ վերաբերում մի արձագանքեք, որովհետև լռություն, հարգելի գործընկերներ, լռություն։ Հարց տվողը տալիս է իր հարցը, դուք ձեր հերթին, ձեր հարցերով եւ ձեր ելույթերով կարձագանքեք։ Համեցեք, պարոն Ալեքսանյան, ավարտեք։ Պարոն Վարդևանյան, խնդրում եմ մի խանգարեք, դուք եւս խանգարում եք։ Համեցեք, պարոն Ալեքսանյան։ Դուք իրավաբան եք, բայց ես ու պարոն Հարությունյանն էլ արաբագետ ենք։ Հարգելի գործընկերներ, պարոն Ղազինյան, նկատողություն եք ստանալու, խնդրում եմ մի վիրավորականը, խնդրում եմ դիմեք դատարան, ընթացակարգերը գիտեք, վստահաբար կպաշտպանվենք այդ հայցի դեմ։ Ինչևէ, երբ որ ասում եմ, որ քիչ էր մնում, որ ջիհադով զբաղվեր, ակնհայտ է, որ մարդը քիչ էր մնում, որ ջիհադով զբաղվեր։ Եվ տիկին ժամանակը ես կորոշեմ, երբ է ավարտվել, որ թույլ տաք, որպեսզի իր ժամանակը ավարտի, գործընկերը կավարտի ճիշտ ժամանակին։ Հիմա մի ընդհատեք, որ ավելյալ ժամանակ չավելացնեմ։ Պարոն Ալեքսանյան, խնդրեմ ամփոփեք։ Վերջացրեցիք։ Ոչ, չվերջացրեցի, Տիկին Գալստյան, ձեր գործընկերները չթողեցին, որ վերջացնեմ։ Իմ կրոնական զգացմունքներն էլ օրինակ դրանից են վիրավորվում, Տիկին Գալստյան, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրեն պահում է ջիհադիստի պես։ Իսկ դատական վճիռներին եւ մնացածին, երբ որ գալիս եք այստեղ ու տերորիզմ պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանն է վիրավորվում, առհասարակ բանականությունն է վիրավորվում, Տիկին Գալստյան։ Պարոն Վարդևանյան, հիմա էլ կլինի դուք չընդհատեք։ Խնդրում եմ հատկապես իմ համար։ Խնդրում եմ դուք առավել եւս նախագահությունում եք, դուք առավել եւս պահպանեք կանոնակարգի սահմանած նորմերը, առավել եւս որպես իրավական որոշակիության ոգուն համապատասխան։ Շատ լավ, ելույթով հանդես կգաք եւ դրա մասին կխոսեք։ Ու առհասարակ այս ամեն ինչը կարդալուց հետո իմ համար հարցական է, թե ոնց է այս ամեն ինչի պարագլուխը հայտնվել ազատության մեջ եւ իմ համար հետո բարձեցի, որ տենց հետո նայեցի ով է վճիռը կայացրել, տեսա մարտի 1-ի գործերով քաղբանտարկյալներ դատած, քաղբանտարկյալներ ստեղծած անձնավորությունն է, ասեցի լավ, ամեն ինչ պարզ է արդեն։ Շատ լավ։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյեմի սոցիալական ցանցերում։